Գիտեք երաշխավորի մասին խոսակցություն ինչի մասին է, որ այս խաղաղությունը մերը չի, մեկը թող գա, այս խաղաղությանը տեր կանգնի, ով կա, ով է ուզում խաղաղությանը տեր կանգնի, դրա համար է, որ մենք ասում ենք ժողովուրդը պետք է տեր կանգնի խաղաղությանը, որովհետև խաղաղությունը մերն է, խաղաղությունը ժողովրդինն է, մեր ժողովուրդն այդ տառապանքների և զոհերի գնով այս խաղաղությանը հասել։ Ուկրաինայի անվտանգության երաշխավորը գիտեք ով է։ Լուրջ եք ասում։ Ուկրաինայի անվտանգության երաշխավորը Ռուսաստանն է։ Կիպրոսի անվտանգության երաշխավորության հարցում գիտեք ով է համաձայն էլի միջազգային բաների դերակատարում ունեցել։ Գիտեք, էդ էլ գիտեք։ Թուրքիան։ Ժողովուրդ ջան, մենք 2020 թվին ունեցել ենք, թե չենք ունեցել անվտանգության երաշխավոր։ Ունեցել ենք։ Ով է եղել այդ անվտանգության երաշխավորը, հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը։ Եվ այդ կազմակերպությունն է մեզ առաջնորդել դեպի սպանդանոց։ Չեք հավատում, Բելարուսի նախագահ Լուկաշենկոյի հայտարարությունը լսեք, Բաքվում արած իր պաշտոնական թե պետական այցի ընթացքում։ Հիմա քանի որ մենք դուրս ենք եկել դեպի կառափնարան տանող ճանապարհից, մեզ ասում են, որ ոնց այսուր եք գնում, ոնց մի րոպե, բա դուք բան եք, ես այդ պատմությունն էլ մի օր պետք է երջանկահիշատակ չեմ պատմել, չէ, հրապարակային, երջանկահիշատակ Հռոմի պապի հետ իմ ունեցած խոսակցությունը, հրապարակային պատմել է, մի օր հրապարակային էլ կպատմեմ, և խոսքը դրա մասին է, խնդրեմ արձագանքեք չնայած առանց են։ Բաժանորդագրվեք Արմատ մեդիայի ալիքներին YouTube-ում, Facebook-ում, Instagram-ում և Telegram-ում։